Եվրամիության երկրների մուտքի վիզա ստանալու գործընթացի հետ կապված բողոքները բազմաթիվ են, հերթերը դանդաղ են առաջ գնում, զբոսաշրջային ակտիվ սեզոնին շատերը չեն հասցնում ժամկետների մեջ իրենց վիզաների հարցը կարգավորել։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարուր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել են։ Թերևս ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բարևած ենք համագործակցությունով, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում, փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարծում ենք կարող է բարելավել նոր հիպատոսություններ բացելու արդյունքում, այնուամենայնիվ իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը դեռ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարել էին Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն այսօր էլ շարունակվում են։ Ընթացիկ տարում այդ գործընթացի շրջանակում Հայաստան էր ժամանել Եվրամիության փորձագիտական առաքելությունը։ Հաջորդ փուլը ապրիլի 7-ից 11-ն է, այսինքն դեռ որ երկրորդ առաքելությունն է գալիս։ Մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում կարծում եմ լավ պատրաստ էին, մենք արդեն փորձում ենք մի շարք քայլեր անենք մինչև բանակցությունների մեկնարկը եւ այդ անգամ եվրոպական գործընկերները նշել են, որ պատրաստության առումով հաճելորեն զարմացած են։ Ինչ ժամկետներում գործընթացն ավարտված կլինի հարցին, Պարուր Հովհաննիսյանը նշեց, որ չնայած բանակցությունների գործընթացն ակտիվ փուլում է, սակայն այս պահին հնարավոր չէ նշել հստակ ժամկետ։ Ես կուզենայի հիմա շատ այսպես ստույգ ասեի, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին։ Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են այդ դեդլայններ, այդ կոնկրետ թվեր նշելու, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը եւ նման գործընթացները տևում են 3-ից 5-6 տարի, բայց իմ կարծիքով այդ գործընթացը առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը վստահեցրեց, որ այս հարցը շարունակում են պահել իրենց օրակարգում։ Աննա Գզիրյան, Armenpress։